Հովհաննես Թումանյանի մանկությունը։ Հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին Լոռվա Դսեղ գյուղում հոգևորականի ընտանիքում։ Փետրվարի 15-ին մկրտվել է և ստացել է պապի անունը՝ Հովհաննես։ Այդ անունն էր կրում նաև մոր կողմի պապը։ Բացի Հովհաննեսից, Տեր Թադևոս Մուսոնան ունեցել են ևս 7 երեխա, 4 տղա և 3 աղջիկ։ Ամենամեծը եղել է Հովհաննեսը, հետո Ռոստոմը, հետո Օսան, Իսկուհին, Վահանը, Աստղիկը, Արշավիրը և Արտաշեսը։ Չնայած նրա հայրական և մայրական կողմի պապերը սոցիալական տարբեր խավերի են պատկանել, սակայն Թումանյանի մանկության տարիներին այդ տարբերությունը վերածվել է միայն հիշողության։ Թումանյանների ընտանիքը մինչև նրա 6-ամյա հասակը եղել է բազմամարդ։ Հովհաննես աղայի որդիները՝ Ասլանը, Գրիշկան ու Մամը իրենց կանանցով ու զավակներով ապրել են միևնույն հարկի տակ, նահապետական սովորություններով և ավանդույթներով։ Հովհաննեսից բացի Տեր Թադևոսն ունեցել է ևս 7 զավակ, 4 տղա և 3 աղջիկ։ Նրանցից Ռոստոմն ու Օսանը եղել են Թումանյանի մանկական խաղընկերները։ Բանաստեղծը ծննդավայրում է անցկացրել իր մանկությունը, որը համարել է իր կյանքի ամենապայծառ շրջանը։ Կարևոր նշանակություն է տվել այն միջավայրին, որտեղ ձևավորվել են իր մանկական տպավորություններն ու հիշողությունները։ Թումանյանի մանկական հիշողությունները սկսվում են գրեթե ոտ ելնելու շրջանից, իսկ նա, ինչպես ինքն է գրում, սովորականից շատ վաղ է սկսել քայլել։ Թումանյան նահապետական բազմաճյուղ ընտանիքի մեծ ու փոքր անդամներն իրենց բնորոշ կողմերով անջնջելի դրոշմվել են ապագա բանաստեղծի հիշողության մեջ։ Ընտանիքը, գյուղական միջավայրը, լեռնային հարուստ բնությունը նրա դպրոցն էր, իսկ ծնողները, տատերը, գյուղի հեքիաթասացները նրա առաջին ուսուցիչները։ Թումանյանի ուսուցիչների մեջ առանձնացել է հատկապես հոր կողմի տատը։ Նա գեղեցիկ ու կիրթ կին էր, հետևել էր թոռան կրթությանը, նրա հագնվելին ու շարժուձևին, պահանջելով, որ ամեն ինչ մաքուր լինի։ Մանուկ Թումանյանի առաջին հոգևոր սնունդը եղել է ժողովրդական բանահյուսությունը։ Նրա հիշողություններում առմիշտ դրոշվում է մանուկ օրերին լսած ու սիրած պատմական ավանդույթները, զրույցները, առասպելները, հեքիաթները, առակները, երգերը, առանցներն ու ասացվածքները, համեմված ժողովրդական դասվածքներով ու ոճերով։ Իսկ Թումանյանի մանկության շրջանի հեքիաթասացներից առանձնանում է ամենակրտսերը՝ իր խաղընկեր Նեսոն։ Նա օժտված էր ստեղծագործական վառ երևակայությամբ և վիպելու շնորհքով։ Առակախոս ծերերից էլ մանուկ Հովհաննեսի հիշողության մեջ տպավորվել են իր քեռիները, հատկապես քեռի Իսային, որի պատմած լեգենդների հիման վրա էլ գրել է Շունն ու կատուն, Անբախտ վաճառականները, Արծիվն ու կաղնին, իսկ հորեղբայր Մամից էլ լսել է լոռու հորովելները, սալերգերն ու կալերգերը։ Ապագա բանաստեղծի վրա նաև խոր տպավորություն են թողել հոր երգի ու զրույցի երեկոները։ Փոքրիկ Հովհաննեսը թեև նիհար, բայց շատ առողջ, ժիր ու աշխույժ երեխա է եղել։ Հրապուրված լինելով հայրենի բնության գեղեցկություններով, նախընտրել է բնության մեջ թափառումներն ու զբոսանքներն իր ընկերների հետ։ Շնորհիվ իր այդ թափառումների Թումանյանը մանկուց արդեն ճանաչում էր գյուղի, նրա շրջակայքի ու սարերի հուշարձանները։ Նա գիտեր բուսական աշխարհը, վայրի բույսերի, ծաղիկների բուժիչ հատկություններն ու անունները, գիտեր բանջարեղենների զանազան տեսակները։ Գեղեցիկ ու փարթամ բնության գրկում ապրող մանուկ Թումանյանի օրերը միշտ չէ, որ ուրախ են անցել։ Մանկությունը նրա հիշողություններում կուտակել է նաև գյուղացիների կյանքից տխուր տպավորություններ ու պատկերներ, որոնք հետագայում պիտի իմաստավորվեին և գեղարվեստորեն մարմնավորեին։ Այսպիսով, ընտանիքը, միջավայրը, բնությունը, ժողովրդական բանահյուսությունը, հայրական չոնգուրը, հովվական սրինգը եղել են այն հզոր աստղաները, որոնց ազդեցության ոլորտում բացահայտվել է Թումանյանի ստեղծագործական ձիրքն ու զարգացել նրա գեղարվեստական մտածողությունը։